Բարի ուսելիքով եղբայրներ ջան, քանի որ քրիստոնեական աշխարհը որոշ կոնֆեսիաներ ուղղափառ եկեղեցիներ, նաև բողոքական եկեղեցիներ տոնում են Քրիստոսի ծնունդը հունվարի 6-ին, ուզեցա այս առիթը օգտագործեմ անդրադառնանք Քրիստոսի ծննդյան կապակցության որոշ հոգևոր սկզբունքներ Քրիստոսի ծնունդի վերաբերող նայենք, որը մեր հոգևոր հասկացողության համար, մեր Քրիստոսին մոտենալու, Քրիստոսին ճանաչելու մեջ գոնե կավելացնի մեզ Աստված ճանաչությունով։ Ես ընտրեցի Հովանու առաջի գլխից եւ Հովանու ավետարանի մեջ կտեսնենք եւ առաջի գլխից եւ 12-րդ գլխից, որովհետեւ ես առավել ուզեցա ներկայացնեմ Քրիստոսի ծնունդը որպես նախասահմանված Աստծո կողմից փրկության ծրագրի բաղադրիչ։ Մենք շատ հաճախ խոսում ենք Քրիստոսի ծնունդի մասին, բայց մոռանում ենք, որ այն ծնունդն է, որը Աստծո կողմից դեռ աշխարհը ստեղծվելուց առաջ նախասահմանված էր, եւ այդ ծնունդը։ Եվ շատ հաճախ, երբ որ մենք խոսում ենք Քրիստոսի ծնունդի մասին, որպես նախասահմանված իրողություն, մենք մոռանում ենք, որ նաեւ նախասահմանված էր Քրիստոսի մահը։ Մոռանալով, որ նաեւ նախասահմանված է Քրիստոսի մատնությունը։ Մոռանալով նաեւ, որ նախասահմանված է նաեւ այն սերունդը Իսրայելի, որը պիտի մատներ Քրիստոսին։ Որպեսզի սա մենք հասկանանք, որոշակի առումով որոշ ճշմարտություն տեսնենք, ինչի համար Իսրայելը մերժեց այն Մեսիային, այն օծյալին, որը նախասահմանված էր եւ որը խոստացված էր Իսրայելին, որին սպասում էր Իսրայելը։ Որպեսզի մենք սա տեսնենք, որոշակի սկզբունքներ եմ ուզում ընթերցենք։ Եկեք սկզբից անդրադառնանք Հովանու առաջի գլխին։ Հովանու առաջի գլխում Հովանեսը որոշ հատվածներ ներկայացնում է Քրիստոսի բնությունը որպես Աստված, նրան հռչակելով, ներկայացնում է նրան որպես աշխարհի մեջ լույս, եւ երբ որ ինքը շեշտում է, որ լույսը աշխարհ եկավ, անմիջապես անդրադառնում է, որ աշխարհ հասկացողությունը դա խավար է, այսինքն խավար նշանակում է Աստծուց հեռացած, Աստծուն չճանաչող, Աստծուն մերժող, Աստծո լույսը չսիրող։ Եվ ներկայացնում է, որ չեն սիրում, որովհետև նրանց գործերը չար են։ Այսինքն այդ լույսը բացահայտում է նրանց չար գործերը։ Գործեր հասկացողությունը այստեղ բնության մասին է խոսքը։ Այսինքն մարդը չի սիրում լույսը, որովհետև լույսի տակ երևում է նրա մեղավոր բնությունը, չար գործերը, սրտի բաղադրությունը։ Հիմա եկեք ընթերցենք առաջ համարից Հովանու ավետարանի առաջի գլուխ առաջի համարից։ Ես կընթերցեմ մինչև 14 համարը, որոշակի բաներ ցույց կտամ եւ հետո կանադառնանք նախասահմանության խորհրդին, թե ինչպիսի փրկիչ ուղարկեց Աստված եւ ինչի աշխարհը մերժեց այդպիսի փրկչին։ Եկեք կանադառնանք սրանք շատ կարևոր սկզբունքներ, որ շատ քիչ են խոսում սրա մասին։ Սկզբումն էր բանը, խոսքը լոգոս, եւ բանն Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր եւ ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Ի նկատի ունի, որ այս կյանքը չէ, այլ իրական լույսը, սա է մարդկանց կյանքը եւ հավիտենական կյանքը։ Նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարում լույս է տալիս, նորից ուշադիր նայեք առաջին եւ խավարը չիմացավ նրան։ Խավար եւ լույս ներկայացրեց Քրիստոսին որպես Աստված եւ ներկայացրեց Աստծուն որպես լույս եւ աշխարհը ներկայացրեց որպես խավար, որը չիմացավ լույսը։ Սա առաջի հատվածը։ 3 անգամ այս հատվածում 1-ից մինչև 14-ում առաքյալը շեշտելու է, որ խավարը ատում է լույսը, խավարը ատում է լույսը, չի ճանաչում լույսը, ատում է լույսը։ Սա առաջինը, եւ լույսը խավարում լույս է տալիս ինք համարը եւ խավարը չիմացավ նրան։ Մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված անունը Հովանես, իհարկե Հովանես Մկրտիչը, ով գալիս է Մեսիայից առաջ։ Սա վկայության համար եկավ, որ այն լույսի համար վկա է, որ ամենքը նրանով հավատան։ Նա չէր լույսը, այլ որ լույսի համար վկա է։ Այն էր ճշմարիտ լույսը, Քրիստոսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհ։ Աշխարհքումն էր եւ աշխարհքը նրանով եղավ եւ աշխարհքը նրան չճանաչեց։ Սա երկրորդ անգամ։ Իրենների մեջ եկավ հրեաների եւ իրենները նրան չընդունեցին։ Սա արդեն երրորդ մերժումը։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, իսկ ինչի են հավատում, որոնք ոչ արյունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։
Եվ 14 համարը ամբողջացնում է. Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածին փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Առաքյալը այս հատվածը վերջացնում է փառք հասկացողությունով եւ ընդհանրապես Հովհաննեսը իր ավետարանում անդրադառնում է Աստծո փառքին մեջ բերելով Եսայի մարգարեությունից, ցույց տալով, որ Քրիստոսի փառքը նույն հոր փառքն է, բայց նորից շեշտելով, որ մարդիկ այդ փառքը չճանաչեցին։ Քրիստոսը երբ որ եկավ երկիր որպես Աստված, այնպիսի փառքով եկավ, որ արդեն իսկ մարդու կողմից նախասահմանված մերժողություն կա։ Այսինքն մարդիկ չեն սիրում մի օծյալի, ով գլուխը դնելու տեղ չունի, ով նույնիսկ բնակվելու տեղ չունի, ով հարստություն չունի մեծ, ով կալվածքներ չունի։ Դուք ճիշտ եք պատկերացնում։ Այսինքն մարդիկ փնտրում են այլ Քրիստոսի, այլ օծյալի, մի օծյալի, ով իրենց հարմար է, ով հեղինակային է։ Այսինքն մի օծյալի, ով գալիս է հես, խոնար եւ ով թույլ է տալի, որ իրեն սպանեն, այսինքն այդպիսի օծյալի չի ընդունում մարդը։ Դրա համար, երբ որ մենք անդրադառնանք 12-րդ գլխին, 12-րդ գլխում մեջ բերում է անում Հովհաննեսը Եսայի մարգարեությունից եւ շեշտում է, որ Եսային նրա փառքը տեսավ եւ երբ որ կտեսնեք ինչպիսի փառք է տեսնում Եսային, կհամեմատեք ինչպիսի Քրիստոս էին տեսնում փարիսեցիները եւ ինչի համար Եսային աղաղակեց, իսկ փարիսեցիները այդ փառքը տեսնելով, այսինքն տեսնելով Քրիստոսին այն կարգավիճակում, որ եկել էր, մերժեցին նրան։ Եսային աղաղակեց որովհետև նրա փառքը տեսավ, իսկ փարիսեցիները այդ փառքը չտեսան։ Սա որոշակի առումով Աստծո կողմից ուղարկված Քրիստոսի կերպարն է, որին չի սպասում աշխարհը։ Աշխարհը սիրում է հեղինակային, զորավոր, սպիտակ ձիով, ինքը չի սիրում մի օծյալի, ով ավանակի վրա է ման գալիս, ինքը սիրում է սպիտակ ձիավոր, հարուստ, հագած զորքով, մեծ շքախմբով, այսպիսի փառք է սիրում աշխարհը։ Բայց Աստված այնպիսի Քրիստոս ուղարկեց երկիր, որին աշխարհը մերժեց որպես կյանքի թագավոր։ Սա շատ կարևոր է։ Այնպիսի մի Մեսիա, որը նույնիսկ ծնվելուց տեղ չգտնվեց, գոմում ծնվեց։ Ես հատուկ եմ այս բառերն ասում, որ դուք տեսնեք տարբերությունը, ինչպիսի Մեսիա է ուղարկում Աստված աշխարհ եւ ինչպիսի նախասահմանվածությունով, որովհետև Աստված նախասահմանել է, որ աշխարհը այդ Քրիստոսին պիտի մերժի։ Ինչի? Որպիսի մարդկային փրկությունը կատարվի։ Սրանք շատ խորը խոսքեր են, առավել խորը ուսումնասիրության արդյունք են, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպիսի Քրիստոս է ուղարկում աշխարհ Աստված։ Ինչի համար մարդիկ չեն։ Եկեք սա մենք տեսնենք, որ սա իրականություն է։ Ինչ մենք տեսանք մեր փոքր հատվածի մեջ, երբ որ ցույց տվեց Քրիստոսի աստվածությունը, առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, եւ նույնիսկ նրա առաջից մեկը եկավ Հովհաննես Մկրտիչը վկայում էր այդ լույսի համար, մերժեցին նրան։ Գրված է աշխարհը ընդհանրապես մերժեց այդպիսի լույս եւ տեսնում եք նաև իրենների մեջ եկավ։ Ինչի ենք շեշտում իրենների։ Այսինքն նրանք այն սերունդն էր, որ սպասում էին Մեսիայի։ Այդ սպասողները նույնիսկ մերժեցին այդպիսի Քրիստոսի։ Եկեք անդրադառնանք ընդհանրապես հիմա Եսայի 53-ին, որովհետեւ տեսնենք Քրիստոսը ինչպիսի կերպարով է ծնվում եւ տեսեք այստեղ կարևոր հատվածներ կա, որ շեշտում է, որին մենք երևի այդ տեսանկյունից չենք նայ երբեք։ Եկեք անդրադառնանք Եսայի 53-րդ գլխին։ Տեսեք նույնիսկ Եսային սկսում է բառերը ով հավատաց մեր լուրին, ով հավատաց մեր լուրին, որ աշխարհը գալիս փրկիչը, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, Տիրոջ ձեռքը ում հայտնվեցավ, Տիրոջ ներգործությունը ում հայտնվեցավ, որովհետեւ ասում է, որովհետեւ նա Քրիստոսը մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրիցը, չոր երկրից դուրս եկավ մատաղատունկի պես մի ծիլ, ոչ կերպարանք ուներ, ծիլը տեսել եք, չէ, փոքրիկ, շատ փոքր, ծառչի մեծ, որ բոլորը ասեն, «Ის ինչ մեծ է, ის ինչ փառավոր է», ոչ, փոքրիկ մի ծիլ, փոքրիկ, ոչ կերպարանք ուներ, որտեղ արմատի պես ծարավոտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, սրանք շատ կարևոր բառեր են։ Եվ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար,
որ նրան ախորժեինք։ Մի այնպիսի մեկը չէր, որ ասենք, թագավորն է, չէ, ավանակի վրա նստած, ծնվելու տեղ չունի, տուն չունի, գլուխը դնելու տեղ չունի, աղքատ, մեծ հարստություն չունի, շքախումբ չունի զորավոր։ Այդպիսի Քրիստոսի նախասահմանեց աշխարհ գալու համար Աստված։ Սա էր խորհուրդը, որ աշխարհը պիտի նրան մերժի։ Սա շատ կարևոր է։ Աշխարհը սպասում է Մեսիայի եւ կընդունի այդպիսի Մեսիայի հակաքրիստոսի դեմքում, ով կգա հարստությունով, օրենքներ փոխելու, մարդկանց ցանկությունները կատարելու, որոշակի պատերազմներ վերացնելու, որոշակի առումով սոցիալական հարցեր լուծելու եւ աշխարհը նրան կընդունի որպես Աստծո օծյալ, փրկիչ։ Բայց բացի Իսրայելի ազգից այդ շրջանում, որոնց այդ Մեսիան կհալածի, որտեղ նրանք կընդունեն իրական Մեսիային, որին խոսեցին։ Նրանք տեղը կբերեն ում են խոսել այդ շրջանում։ Հիմա այսպիսի Մեսիա նախասահմանեց Աստված աշխարհ գալու համար։ Հիսուսը ծնվեց եւ շատերը տոնում են Հիսուսի ծնունդը, նույնիսկ անհասկանալով, թե ինչպիսի ծնունդ է տալի Աստված նրան։ Գոմում է ծնվում, տեղ չունի, թագավորական պալատներում չի ծնվում։ Ինչի՞, որպիսի ծածկված լինի նրա փառքը, եւ այդ փառքը միայն բացվում է նրանց, ում աչքերը հոգևոր Աստված լուսավորում է, ում Աստված տալիս է ծնունդ, որտեղ մեր հատվածի մեջ Հովհաննես առաջի գլխի մենք կարդացինք. նրան ընդունեցին միայն նրանք, ում Աստված տվեց ծնունդ, որ ծնվեցին ոչ մարդի կամքից, ոչ արյունից։ Եկեք նորից ընթերցենք այդ հատվածը։ Աշխարհքում էր 10 համարը, եւ աշխարհը նրանով եղավ, եւ աշխարհը նրան չճանաչեց, եւ իրենների մեջ եկավ, եւ իրենները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, ինչի են հավատում, որոնք ոչ արյունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։ Աստված նրանց աչքերը լուսավորեց, այն լույսը, որ Աստված ասեց թող ծագի, նրանց սրտերում ծագեցրեց, որ Քրիստոսի կերպարի մեջ Աստծո փառքի լույսը ավետարանի ծագի, տեսնեն Քրիստոսի մեջ Աստծուն եւ Փրկչին։ Սա միայն Աստծո շնորհի գործն է, սերմերս։ Հիմա եկեք անդրադառնանք Հովհաննես 12-րդ գլխին, որտեղ ցույց է տալի, թե ինչի համար ժողովուրդը փարիսեցիները մերժեցին Քրիստոսին, որովհետև տեսեք, հիշում եք Հիսուսն ինչ էր ասում. եթե մեկը գա իր անունով եւ իր փառքը փնտրի, դուք նրան կընդունեք, եւ դա լինելու է հակաքրիստոսի դեմքում։ Բայց քանի որ ես եկել եմ իմ հոր անունով եւ իմ փառքը չեմ փնտրում, այլ իմ հոր, դուք չեք ընդունում ինձ։ Դուք չեք սիրում հորը, այսինքն նրանք, որոնք մերժում են Քրիստոսին, իրականում մերժում են Արարիչ Աստծուն, որտեղ Քրիստոսը ներկայացնում է ով է Աստված։ Մարդը չի սպասում այդպիսի Աստծո։ Մարդը ուզում է մի Աստծո, ում հետ ինքը կարա մանիպուլյացիա անի, իր ուզած ձևով շարժի, իր ուզած ցանկություններին դրդի, որ Աստված իրեն տա։ Մարդը չի սիրում մի Աստծո, ով ինքն է հրամայում, թե ինչ պիտի անի մարդը։ Մարդը սիրում է մի Աստծո, որ ինչ ասի Աստված անի իր ուզածը։ Սա է մարդկային փառքը սիրելը։ Եվ հիմա 12-րդ գլուխը սա է խոսելու, եկեք անդրադառնանք սրա։ Հիսուս Քրիստոսը, ով Ղազարոսին հարություն տվեց, դրանից հետո քահանապետները Հովհաննես 12-րդ գլխի 11-ում արդեն Ղազարոսի հարության մասին է։ 12-րդ գլխում շարունակությունը 10 համարում ասում է քահանապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։ Ոչ միայն Հիսուսին սպանեն, այլ նաև Հիսուսի կատարած մեծ վկայությունը, Ղազարոսը, որ հարություն առավ, Հիսուսը, որ Ղազարոսին հարություն տվեց, Ղազարոսին էլ սպանեն, որ այդ վկայությունը ջնջվի։ Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն, որովհետև հրեաներից շատերը նրա պատճառով գնում էին եւ հավատում էին Հիսուսին։ Ուշադիր նայեք հիմա։ Նրա հետևյալ օրը շատ ժողովուրդ էր եկել էին տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, շատերը գնացին դեպի Արմավի ծառերի ճյուղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին աղաղակում էին. Ովսաննա, օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով գալիս է Իսրայելի թագավորը։ Ում դուրը չէր գալիս է։ Փարիսեցիների դուրը չէր գալի։ Նրանք, որոնք իրենց համարում էին հոգևոր առաջնորդներ եւ ճշմարտության իմացողներ։ Հիմա եւ Հիսուսը մի ավանակ գտավ եւ նրա վրա նստեց, ինչպես գրված է, թե մի վախենար Սիոնի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է էշի ավանակի վրա նստած։ Ուշադիր նայեք, Քրիստոսը նստում է ավանակի վրա
եւ շատ կարեւոր է որ մենք հասկանանք ներկայանում է որպես թագավոր։ Հիմա տեսեք ինչպես են մերժում եւ ինչի համար են նրան մերժում եւ տեսեք Հովհաննես ինչպես է անդրադառնում եւ մեջբերում անում Եսայի մարգարեությունից եւ շեշտում որ Եսային աղաղակեց երբ որ նրա փառքը տեսավ եւ հիմա տեսեք թե ինչպիսի փառք էին տեսնում փարիսեցիները եւ ինչի համար մերժեցին Քրիստոսին։ Եվ նրա աշակերտներն առաջ չիմացան այն բանը, այսինքն ավանակի վրա նստելը, բայց երբ որ Հիսուսը փառավորվեցավ, դեռ փառավորված չի, դեռ ավանակի վրա նստած փրկիչ է, աշխարհը չի ընդունում այդպիսի փրկիչ, բայց երբ որ փառավորվեցավ գրված է, այն ժամանակ հիշեցին թե այս նրա համար գրված էր եւ այս բանը արին նրան։ Այսինքն նույնիսկ աշակերտները կատարեցին մի բան, որը նախ սահմանված էր, մարգարեները այդ մասին խոսել էին, աշակերտները դա կատարում են առանց իմանալու, որ կատարում են մարգարեությունները։ Տեսնում եք, հետո նոր իմացան, թե ինչի համար նա ավանակի վրա նստեց, ինչի համար հայտնվեց որպես ավանակի վրա նստած։ Եվ նրա համար էլ եւ որ գրված էր, եւ այն բան արին նրան։ Եվ ժողովուրդը 17 համարը որ նրա հետ էր վկայում էր թե Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց եւ մեռներից հարություն տվավ նրան, որը դուր չէր գալի փարիսեցին են։ Եվ նրա համար էլ ժողովուրդը գնաց նրա առաջին, որ լսեցին թե նա արել էր այս նշանը։ Բայց փարիսեցիները իրար մեջ ասում էին. տեսնում եք, որ ոչինչ օգուտ չունի, ինչ անում ենք միևնույն է, ժողովուրդը նրան հետևում է։ Ահա աշխարհը նրա ետևից գնում է։ Այստեղ օգտագործված է հիպերբոլա, որը նշանակում է ամբողջ ժողովուրդը կամ ամբողջ քանակ այդտեղ եղած։ Եվ կային ոմանք հելենացիք, այսինքն այստեղ հելենացիներ են եկել, որոնք ցանկություն ունեն Հիսուսին տեսնել ու լսել են Հիսուսի մասին։ Եվ այդ խոսքերից հետո Հիսուսը մի կարևոր բան է ասում։ Ինչի եմ ես սա ասում, որպեսզի մենք տեսնենք, որ Աստված հատուկ նախասահմանված ուղարկում է մի փրկչի, որին աշխարհը պիտի մերժի, որովհետև այդ մերժողականությունով գալիս է նրա մատնությունը եւ նրա մահը, որը հանդիսանում է իրական Քրիստոսին ընդունողի համար փրկություն։ Քրիստոսը նախասահմանված էր նաև որպես փրկիչ, ոչ միայն խոնարհ ծառա Աստծո մարդկային մարմնով հայտնված ծնունդով, այլ նաև նախասահմանված էր որպես իր մահով աշխարհին փրկող։ Նրա մահով լինի քավություն, մեղքերի թողություն եւ փրկություն։ Այս խորհրդի համար է նաև Քրիստոսը նախասահմանված։ Եվ կային ոմանք հելենացիք նրանից, որ եկել էին այն տոնին, որ երկրպագեն այն տոնումը։ Նրանք եկան Փիլիփոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայդայից էր, նրան խնդրում էին եւ ասում. «Տեր, կամենում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիփոսն էլ գալիս է Անդրեասին ասում, եւ Անդրեասը Փիլիփոսը ասում են Հիսուսին։ Հիմա ուշադիր նայեք Հիսուսի խոսքերը։ Հիսուսն էլ պատասխանեց նրանց եւ ասեց. «Ժամը հասավ, որ մարդի որդին փառավորվի»։ Իրականում արդեն դուք կտեսնեք մարդու որդուն փառավորված։ Պետքա փառավորվի, պետքա մարդու որդին մահանա, որ մտնի իր փառքը, ամբողջացնի իր փառքը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Խոսքը վերաբերվում է եւ Քրիստոսի կատարածին, եւ Քրիստոսին հետևողներին, որտեղ հետագա համարը խոսում է Քրիստոսի հետևողների մասին։ Իր անձը սիրողը կկորցնե նրան, եւ իր անձը ատողը այս աշխարհում հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Եթե մեկը ծառայի ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, հայրը կպատվի նրան։ Եվ հիմա տեսնում ենք, որ այսինքն այս խոսքերը Քրիստոսը խոսում է, որ պետքա կատարի այն, ինչի համար եկել է, եւ պետքա մտնի իր փառքը։ Սա ամենակարևորն է, բայց հետևի համարները ուշադիր նայեք։ Եվ հիմա ինքը խոսում է Քրիստոս եւ հայրը պատասխանում է Քրիստոսին։ Հիմա իմ անձը խռոված է եւ ինչ ասեմ, հայր, ազատիր ինձ այս ժամից, սակայն իսկ սրա համար եկա այս ժամի մեջ։ Հայր, փառավորիր քո անունը եւ երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի են եւ դարձյալ կփառավորեմ։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր, լսում էր, ասում էին, որոտմունք եղավ, ուրիշներն էլ ասում էին, հրեշտակ խոսես նրա հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար։ Հիմա դատաստանն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Եվ ես, երբ որ բարձրանամ երկնքիցը, ամենքին կքաշեմ ինձ մոտ, իմիններին, իմ ոչխարներին, որոնք հայրը տվել է ինձ, ես նրանց կքաշեմ ինձ մոտ։ Ուշադիր նայեք։ Եվ այս ասում էր, որ ցույց տա թե ինչպիսի մահով պիտի մեռնի։
Ժողովուրդը պատասխանեց նրան. մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոսը հավիտյան կկենա, եւ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա, ով է այն մարդի որդին։ Հիսուսն էլ ասեց նրանց. մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի որ լույսը ունեք, որ խավարը ձեզ չհասնի, եւ խավարումը գնացողը չգիտե թե ուր է գնում։ Հիմա ուշադիր նայեք, խնդրում եմ, թե ինչպիսի մեջբերում անում առաքյալը։ Քանի որ լույս ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք։ Խոսքը գնում է հավատացեք ինձ, ես եմ լույսը, չէ՞ որ մենք կարդացինք լույսը եկավ աշխարհ եւ աշխարհը մերժեց։ Հիմա ուզում եմ ցույց տամ, թե խիա աշխարհը մերժում լույսը։ Ինչի, որովհետեւ Աստված ուղարկում աշխարհ այնպիսի մի նախասահմանված փրկիչ Մեսիա, որի փառքը մարդու համար զրո է։ Մարդը չի տեսնում այդ փառքը։ Տեսեք, թեպետ նա այնքան նշաններ էր արել, այդ որը ցույց է տալի նրա փառք Աստվածային, եւ նրանց առաջին նրանք չէին հավատում նրան, որ Եսայի մարգարեի խոսքը կատարվի, որ ասեց. Տեր, ով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեց։ Նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է. նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը թմրացրեց, որ աչքով տեսնեն եւ սրտով չիմանան եւ դառնան եւ բժշկվեն եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց։ Եսային սա ասեց, երբ որ նրա փառքը տեսավ եւ նրա համար խոսեց։ Երբ տեսավ Եսային փառքը, Եսայի 6-րդ գլուխ եթե նայեք, Եսային տեսավ բարձր Աստծո քաղանցքը լցրած թագավորի, Եզեկիա թագավորի մահանալու ժամանակ տեսավ Տիրոջը փառավոր նստած, ամբողջ տաճարը քաղանցք լցած, բարձր փառքը տեսավ։ Երբ որ Եսային տեսավ իրական Քրիստոսի թագավորական փառքը, աղաղակեց, ասեց. ինչ պիղծ շրթունքով մարդ եմ ես եւ պղճաշուխ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում։ Հիշում եք։ Եվ ինչ ասեց Աստված, ով կգնա մեզ համար։ Հիշում եք, երբ որ ներվեց ունելով կպավ նրա շրթունքներին, ասեց ես կգնամ, ասեց եւ գնա եւ այս աշխարհին քարոզի եւ քո քարոզից այս աշխարհը կթմրի, կլսի եւ չի լսի, նրանց սրտերը թանձրացրու քո քարոզով։ Ինչ պիտի քարոզեր Աստծո փառքի մասին։ Հիմա ասում է, երբ որ Եսային տեսավ, արդեն Հովհաննես առաքյալն ասում մեջբերում է, նրա փառքը երբ որ տեսավ, աղաղակեց, տեսնելով նրա մեծությունը, բայց հիմա ցույց է տալի, որ փարիսեցիները չէին տեսնում այդ մեծությունը։ Այդ մեծությունը տեսնում է միայն նա, ում Աստված վերստին ծնունդ է տալի, ում աչքերը Աստված բացում է։ Ուշադիր եք։ Եվ Եսայի մարգարեն խոսեց, որպես խոսքը կատարվի, որ ասեց. Տեր ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկում հայտնվեց, նրա համար չէին կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է. նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը թմրեցրեց, որ աչքով չտեսնեն եւ սրտով չիմանան եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց։ Եսային սա ասեց, երբ որ նրա փառքը տեսավ եւ նրա համար խոսեց։ Բայց եւ այնպես իշխաններից շատերը հավատացին նրան, ուշադիր լսեք, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեին, ինչի, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Եվ Հիսուս աղաղակում էր եւ ասում էր. ինձ հավատացողը չէ թե ինձ է հավատում, այլ ինձ ուղարկողին։ Ինչ եք տեսնում այստեղ կարևոր մի սկզբունք։ Աշխարհը չի տեսնում Քրիստոսի մեջ փրկչի։ Աշխարհը ուրիշ փառք է փնտրում։ Աշխարհը փնտրում է մի ճոխ Մեսիայի, ում կընդունի եւ ով կգա իր անունով, դա կլինի հակաքրիստոսը։ Իրական Քրիստոսը, որը եկավ այնպիսի փառքով, որը նախասահմանված է Աստծուց, Աստված գիտի, թե ինչի համար այդ Քրիստոսին աշխարհը պիտի չընդունի, որովհետև աշխարհի ակնկալիքը այլ է։ Աստված ուղարկում է հատուկ, հակառակ մարդկային ակնկալիքների մի Մեսիա, որպիսի այդ Մեսիային ընդունեն նրանք, ովքեր Աստծո կողմից նախասահմանված են։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Այսինքն մեր այս հատվածում մենք ինչ տեսանք, երբ որ մենք խոսում ենք, որ Քրիստոսի ծնունդը նախասահմանված է, միանշանակ նաև հասկանում ենք, որ նախասահմանված է նաև նրա մահը, եւ նրա մահի հետ նաև որպես մեր փրկություն նախասահմանված է նրա մատնությունը եւ այն սերունդը Իսրայելի, որը պիտի մերժի Քրիստոսին որպես Մեսիա։ Ինչի՞, որովհետև նրանք այլ փառք են փնտրում։ Այն փառքով, որով եկավ Քրիստոսը, Աստված գիտի, որ այդ փառքը նրանք չեն ընդունելու։ Իրենների մոտ եկավ եւ իրենները նրան չճանաչեցին։ Այ եթե Քրիստոսը գար երկնքից, սպիտակ ձիու վրա նստած, իր զորքով, գար եւ փարիսեցիների ճակատը համբուրեր, ասեր ապրեք, որ օրենքը կատարում եք, կընդունվեր, բայց մարդկային փրկություն չէր լինի։
Սրա համար ես ուզեցա, որ մենք նաև այս նախաշեմին, Քրիստոսի ծնունդին ուրախանանք, որովհետև դա Աստված է, որ մեր աչքերը բացեց, որ այդ փոքրիկ ծիլը տեսնելով, այդ փոքրիկ ծիլի մեջ մենք տեսանք մեր Փրկչին։ Այդ խանձարուրում ծնված փոքրիկ մանուկի մեջ դուք տեսաք ձեր Փրկչին իրական։ Սա ձեր շնորհքը եւ ձեր կարողությունը չի, սա մերը չի սիրելս։ Սա Աստծո ողորմությունն է, որ մեր կույրերիս աչքերը բացեց, որ այդ լույսը տեսնենք եւ այդ լույսը ճանաչենք։ Աշխարհը այդ լույսը չի ճանաչում եւ մերժելու է մինչեւ վերջ։ Սակայն նրանք, որոնք կընդունեն, դա նրանք են, որոնք Աստվածանից ծնվեցին, ոչ մարմնից, ոչ մարդու կամքից, ոչ արյունից, այլ Աստվածանից ծնվեցին։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։ Թող այս ծնունդը ձեր կյանքում առավել մեծանա աստվածճանաչության ճոխությունով, ձեզ Քրիստոսի հետ հարաբերությունով ավելացնի եւ Քրիստոսի ծնունդը, որը ամեն օր, ամեն վայրկյան մեր սրտերում առավել մեծանա եւ մեզ նմանեցնի Քրիստոսին, որպեսզի մեր կյանքով փառավորվի Աստված։ Սա ամենակարևոր իմ ցանկությունն է այս տարի, եթե Տերը մեզ կյանք տա։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։